Վերջին շրջանի բռնաճնշումները կապում եք ընտրությունների կեղծիքների հետ։ Ընտրությունների դեմ։ Այս ընտրություն չէ նախ, մի խոսքով չի տակ, այս երկիրը չի դզվել։ Այդ մենակ այդ կասեմ ես։ Ուզում եմ հազարատ ընտրություններից երկիրը չի դզվի երկար ժամանակ։ Մեր թորնիկները այն որ կփոխեն, բայց ցեն չդասիրակվեն։ Այդքան բան կասեմ։ Այսինքն ում են բռնաճնշում։ Սխալ մարդկանց։ Ոչ։ Այդ ձեր ասած բռնաճնշումները վաղուց պիտի անային մինչ ընտրությունները, որ այդպես կարծիք չդեվավորվեր մարդկանց մոտ։ Առաջի կեղծողը ինքն էր, վարչապետը ամենամեծ կեղծարարը։ Ինչ նորություն կա, ժողովուրդը անգործ, հանկած սա աշխատանքի վայրերը ման են գալիս, բայց նա երեխեք ընտանիք ոչ պիտի պահի, հարցեմ տաս ոչ պիտի պահի, դա առաջ ով պիտի առնի, իշխանություն ինչ ուզում անում է, Փաշինյանը ինչ ուզում է, ни за что նստացնում է, ինչ ուզում անում է, աշխատանքի վայրը փակում է, այդպես չի կարելի, մեղք են ժողովուրդը, և այն ժողովուրդը իրեն ձայն են տուրել, ժողովուրդն էլ չի ժողովուրդի նման։ Պոլիտիկայությամբ զբաղվում, ինձ համար ավելի կարևոր է, որ երկիրը տիրապետեն և գլխավորեն այն մարդիկ անձերը, որոնք սիրում են իր երկիրը, իր Հայաստանը, իրենց պատմությունը, իրենց մեծերին, Կոմիտաս Սայատնովա, մասնակցել եմ արձանը մաքրելու ժամանակ Կոմիտասի առաջը, կոնսերվատորիայի առաջը, որ աղտոտում են։ Ես համարում եմ դա է սիրելի երկիրը, իսկ կեղծիկ են ընտրությունները, թե չէ ես անձամբ, որ ասում են մոմ չեմ վառե, չեմ տեսե, չեմ կարա ստույգ պնդեմ, ես ինչ չեմ տեսնում, չեմ արտահայտվում դրա վերաբերյալ, բայց ինձ խորհուրդ են յուրաքանչյուր իշխանությունները, որոնք դեմ են Հայաստանին։ Եթե իրանք դեմ են, ուրեմն ես էլ եմ իրենց դեմ, որովհետև ես համարում եմ, որ հայը պետք է մնա հայ, սովորի իր պատմությունը, սիրի իր երկիրը ու այսպես չախտոտի ամբողջությունը ցույց տվեք, ոնց ենք մենք սիրում մեր երկիրը։ Մենակ պլիտկա փոխելով չի։ Օրենքները երբ որ ընդունում են, նրանք պետք է պահպանեն մեր ինքնությունը։ Համաձայն եք։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ես հույսով եմ, որ ճշմարտությունը մեկ է, կհաղթահարի ամեն ինչը։ Ոչ տեսակետ ունեմ, ոչ էլ ասեմ, ոչ մեկից էլ բան չեմ ասում։ Դուք ինչ կասեք։ Ում մասին եք ուզում։ Խոսքը վերաբերում է նրան, որ վերջի շրջանում բռնաճնշումներ են տեղ ունենում, դա կարող է բռնաճնշում։ Իշխանությունների կողմից։ Իշխանությունը ով է։ Լսի, մի խառնեք վերևին մեզ նրանց հետ։ Մենք նրանց հետ գործ չունենք։ Նրանք իրար հետ ուրիշ կռիվ են անում։ Իշխանություն չկա։ Իհարկե, կապում են։ Ուրիշ բան չունեմ ասելու։ Այս ընտրությունները ահավոր մի խայտարակ բան էր։ Մնացածը արդեն Ընդհանուր նախ բռնաճնշում չի։ Իրավական գործընթացը, որ պիտի արվեր շատ վաղուց։ Իսկ ինչ մնում է ընտրակեղծիքը դա պարզ մի հաճեր, երկու հաճեր, հարյուրավոր, կարելի ասել և հազարավոր, ինչքան որ հայտնաբերված է, երևակայի դա 10%-ն կամ 15% է, այդ հայտնաբերված է, ու ինձ թվում է մի տարվա ընթացքում շատ բաներ են դուրս գալու ջրերես։ Մեր ազգը ուղղակի արժանի չէր, այդ կարգի բանը, ռսա ստրուկները, որ եկան փորձեցին ինչ-որ բաներ անել, իրանց չհաջողվեց, բնական է, մեր ազգը պետք է մաքրվի, այդ թափտպիկներից առաջերտին, դրանք տեղ չունեն ընդհանրապես, ոչ խիղճ չունեն, ոչ, ինչ ասեմ, դրանք ավելի լավ կնի գնան ոնց ծառայել են իրանց այդ ստրկական վիճակով գնան
շարունակեն ծառայել, բայց այդ տերերը նրանց արդեն շպրտում են, շպրտել են արդեն, ինչ ասեմ, լավ ալնելու, մեր ազգը զորա, խելացի է, մեր ազգը եթե մի փոքր ազատություն, այդ բռնաճնշումներից բանից մենք դուրս եկանք, մենք շատ կարճ ժամանակում կդառնանք աշխարհի լավագույն պետություններից մեկը։